Ես այդ մարզերում տոնախմբություններ կազմակերպելու եւ այլնի հետ բնականաբար ես Կան, խնդրեմ Տիկին Ղազարյան։ Շնորհակալ եմ, պարոն Ազարյան, ես այդ մարզերում տոնախմբություններ կազմակերպելու եւ այլնի հետ բնականաբար շատ համաձայն եմ, բայց ֆինանսական առումով որևէ հաշվարկ կա, օրինակ համայնքապետարանն է դա իրականացնում, ինչպես է դա իրականացվելու, այսինքն պատկերացում մոտավորապես կա։ Օրինակ մենք տեսել ենք տարբեր, օրինակ գինու փառատոն Արենիում եւ այլն, այսպես կազմակերպում ընդհանուր առմամբ կա նման բան, բայց կոնկրետ օրինակ գինու փառատոն, ոչ թե մարզին նվիրված տոնախմբություն։ Դե կարելի է դրան գրկնել։ Շնորհակալություն հարցի համար։ Դա բան է, ես կարծում եմ դա եւ կառավարության եւ մարզպետարանների համատեղ աշխատանք կլինի, բայց առավել շատ ոչ թե որ ծախսը ընկնի բյուջեի վրա, պետական բյուջեի կամ համայնքային բյուջեի վրա, այլ ներգրավել նաև գործարարների, որոնք ցանկանան օգտակար լինել եւ ներկայացնել իրենց արտադրանքը եւ ներկայացնել իրենց սոցիալական ծառայությունները եւ օգնում ենք եւ իրենց կառավարությունը իհարկե կարծում եմ ոչ մեծ ծախսերի առումով մենք կստանանք ավելի մեծ փոխհատուցում էլի այդ ծախսերը անելուց հետո, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ օրինակ երբ որ Արենիում ուզում էին երկու շատ համարձակ կանայք, որոնք որոշեցին նախաձեռնել, ընդ որում սկզբից էլ բախվեցին անգամ Արենի գյուղի բնակիչների բողոքին, ասենք որ չեկամանչում ինչ գինու փառատոն մեր հնամենի գյուղում, հիմա այսօր այդ գյուղը ապրում է այդ փառատոնի հաշվին կարելի ասել նաև եւ այսպիսի մենք բացի որ մենք ճանաչողական բանով մենք ներքին բիզնեսն ենք խթանում օգնում ենք նոր փառատոնների առաջացման ի վերջո մեր երկրի զարգացման հիմքը պետք է դնենք туриզմի զարգացումը շատ մեծ զարգացում է այդ պոտենցիալը մենք ունենք եւ կարծում եմ այս դրական կլինի ու պետությանն շատ մեծ ծախսերի տակ չենք գցի